Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք Ռուսաստանի միգրացիոն նոր օրենսդրության պայմաններում հայ բեռնափոխադրող վարորդների խնդիրների մասին, զրուցելու ենք թեմայի շուրջ միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես նախ ինչ է փոխվել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ եւ ինչու է խստացել։ 2025 թվականին բավականին մեծ փաթեթ ուժի մեջ մտավ միգրացիոն օրենսդրության խստացման եւ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ այն դրույթը Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու մասին օրենքի 115-րդ ֆեդերալ օրենքային փոփոխությունը, համաձայն որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության տարածքում 2025 թվականի հունվարի 1-ից սկսած կարող են գտնվել գումարային 90 օր 1 տարվա ընթացքում, օրացուցային 1 տարվա ընթացքում գումարային 90 օր։ Եվ այս փոփոխությունը վերաբերվում էր ընդհանրապես բոլոր օտարերկրացիներին, այո, այսինքն այն բոլոր օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք էին գործում առանց վիզա ստանալու։ Եվ կապ չուներ ինչ գործունեության համար են նրանք մուտք գործում, բոլոր նրանք, ովքեր Ռուսաստան գնում են առանց վիզայի անհրաժեշտության, այդ բոլորի քաղաքացիներին վերաբերվում է այս փոփոխությունը։ Ռուսաստանի Դաշնությունը սահմանին լրացնում է միգրացիոն քարտ, որտեղ նշվում է այցի նպատակը։ Եթե այցի նպատակը նշվում է աշխատանք, այս փոփոխությունը չի վերաբերվում այդ անձանց։ Նրանք ՌԴ տարածքում կարող են մնալ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները իրենց աշխատանքային պայմանագրի ժամկետով, ոչ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները աշխատանքի թույլտվության կամ պատենտի ժամանակահատվածով։ Հայ բեռնափոխադրողները ինչու են կանգնել խնդրի առջև։ Քանի որ բոլոր օտարերկրացիներին է վերաբերվում, եթե ոչ աշխատելու նպատակով են մուտք գործում, իսկ մեր բեռնափոխադրողները անշուշտ աշխատելու նպատակով մուտք չեն գործում, որովհետև աշխատելու նպատակով մուտք գործողը պետք է ունենա աշխատանքային կամ քաղաքական պայմանագիր։ Հիմա եւ մեր բեռնափոխադրողները, իդեպ սա վերաբերվում է ուղևորափոխադրողներին, օդաչուներին, բորտ ուղեկցողներին, գնացքավարներին, բոլորին, այսինքն կապ չունի ովքեր են մուտք գործում, եւ մեր բեռնափոխադրողները նույնպես տարվա ընթացքում գումարային 90 օրը ՌԴ-ում գտնվելու տարածքում գտնվելու այդ ժամկետը, երբ որ գերազանցում են, իրենք հայտնվում են խնդրի առաջ։ Պարզապես ինչու հենց 90 օրը լրանալուց հետո նրանց չեն արգելում մուտք գործել, թույլ են տալիս մուտք գործել, իսկ հետագայում ոստիկանությունը նրանց մուտքի արգելք է դնում։ Այստեղ երկու գերատեսչություն որոշակի հակասական տվյալներ են տալիս։ Սահմանապահները, ես ասում եմ առողջ տրամաբանության շրջանակում, նշում են, որ այս փոփոխությունը չպետք է վերաբերվի, եւ այդպես էլ ասում են, սա ձեզ չի վերաբերվում բեռնափոխադրողներին։ Բայց ոստիկանությունը պնդում է հակառակը, որ չկա ոչ մի տարբերություն, թե ում չի վերաբերվում։ Միայն նշված է, որ եթե աշխատելու նպատակով չի գալիս, մնացած բոլորին վերաբերվում է, դուք աշխատելու նպատակով չեք գալիս։ Եվ դրա համար սա ձեզ վերաբերվում է մինչև սեպտեմբերի 10-ը գործում էր ՌԴ նախագահի 1126 հրամանագիրը, համաձայն որի Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող այն օտարերկրացիները, որոնք ունեին որևէ փաստաթղթային խնդիր, թույլատրված էր նրանց առանց ՌԴ տարածքը լքելու օրինականացնել իրենց գտնվելը, այսինքն շտկել այդ փաստաթղթերը եւ շարունակել արդեն օրինական կարգավիճակում գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ուստի խստագույնս չէին հետևում այս հարցերին առնվազն մինչև սեպտեմբերի 10-ը։ Բայց սեպտեմբերի 10-ից հետո, երբ որ հրամանագրի ժամկետը ավարտվեց, ոստիկանները շատ խիստ հետևում են եւ կանգնեցնում են բեռնատարը, վարորդի փաստաթղթերը ստուգում են, վերցնում են անձնագիրը եւ այն որոշումը, որ իրենք կայացնում են, վտարման որոշումը, այնտեղ հստակ նշված է, որ 90-օրյա ժամկետը լրանալուց հետո, ենթադրենք լրացել է հունիս ամսին, իրենք ամսաթվերով նշում են, այս ամսաթվից այս ամսաթիվն այսքան օր եւ այլն, եւ վերջում գումարային ենթադրենք 136 օր լրացուցիչ, այսինքն ավելին իրենց ժամկետից տվյալ անձը գտնվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ուստի նրան դրվում է մուտքի արգելք։ Եվ այս փաստաթղթով արդեն երբ որ դուրս են գալիս, արդեն իր վրա գործում է մուտքի արգելք։ Հիմա բազաները հենց թարմացրել 3-ից 10 տարի։ Նայած թե խախտումը որքան ժամանակ է,
չնայած որ դեպքեր ունենք, երբ որ սխալ ժամկետ են նշել, որտեվ եթե անձը 90-ից 180 օր է ավել մնացել իր թույլատրելի ժամկետից, մուտքի արգելքը պետք է լինի 3 տարի ժամկետով։ 180-ից 270 օրվա պարագայում 5 տարի եւ 270 օրից ավել մնալու պարագայում նոր 10 տարի ժամկետով։ Իսկ իրենք չնայած որ ժամկետը չի հասնում մինչեւ 180 օր, այնուամենայնիվ իրենք մուտքի արգելք դրել են 5 տարի ժամկետով։ Հիմա մեր վարորդները ինչ են պահանջում։ Մեր վարորդները պահանջում են, որ իրենց այս փոփոխությունը չվերաբերվի, որտեղ իրենք իրականում իսկապես միգրանտ չեն, բեռնափոխադրողները միգրանտ չեն։ Եվ առնվազն գոնե ԵԱՏՄ երկրների բեռնափոխադրողները, տնտեսությանը վերաբերվող հարցի մասին ենք խոսում, իրենք պետք է ազատվեն այս օրենքի այս դրույթի տակ ընկնելուց եւ իրենց չպետք է վերաբերվի այս փոփոխությունը եւ իրենք պայքարում են, որ իրենք կամ հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, որն էլ փետրվարի 5-ին է ուժի մեջ մտել եւ անձանց բանկային հաշիվները սառեցվում են, այս դեպքում իրենց չեն արգելում մուտք գործել, բայց երբ որ իրենք այդ կարգավիճակում մուտք են գործում Ռուսաստանի Դաշնության տարածք, ոստիկանությունը կանգնեցնում է։ Խնդիրներ են առաջանում հենց Ռուսաստանում։ Այո, ներսում արդեն ոստիկանները սկսում են հաշվարկել եւ արտաքսման որոշում են կայացնում։ Դուք ավելի քան 1 տարի բարձրաձայնում եք այս խնդիրը, դեռևս այն ժամանակ, երբ օրենսդրության մեջ փոփոխությունը տեղի չէր ունեցել, ահազանգում եք, որ լինելու է այսպիսի խնդիր։ Ում եք դիմել եւ արձագանք արդյոք ստացել եք։ Երբ որ օրենքի փոփոխությունը Պետդուման ընդունեց, բայց դեռ ուժի մեջ չէր մտել, դա 24 թվականի հուլիսին էր, անշուշտ ես եւ հեռուստայի եթերից եւ նամակներով այս խնդիրը ներկայացրել եմ եւ մեր արտաքին գործերի նախարարություն օրենսդրական ոչ միայն սա, ընդհանուր օրենսդրական փաթեթի փոփոխությունները եւ դրանց ունենալիք ազդեցությունը մեր միգրացիոն հոսքերի վրա, այս խնդիրը այնտեղ եւս նշված էր եւ արտգործ նախարարությունը ուղարկել ի պատիվ իրենք արձագանքել են եւ նույնիսկ շնորհակալություն են հայտնել, որ ռիսկերը եւս ներկայացված էր այնտեղ, մեր ներքին գործերի նախարարությունը ուղարկել ազգային ժողով եմ ուղարկել ԵԱՏՄ-ի հանձնաժողովին, ցավոք այնտեղից արձագանք չունեմ։ Ես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եմ ուղարկել այս փոփոխությունները։ Ըստ էության լուծում չկա փաստորեն։ Ձեզ պատասխանել են, արձագանքել են, բայց լուծում չի տրվել փաստորեն։ Սրա լուծումը, քանի որ մեր օրենսդրության փոփոխություն չի, սա օտար երկրի մասին ենք խոսում, ես նաեւ լուծումը ներկայացրել եմ, որ տեսնում եմ ԵԱՏՄ-ի շրջանակներում այս հարցը բարձրացնել եւ փորձել կանխարգելել, որ խնդիրը ծանր հետևանքներ չունենա, որովհետև այն կարող է ունենալ իրապես։ Ես կարծում եմ, քանի որ այդպես ակտիվ որևէ քայլ դեռևս մինչև սեպտեմբերի 10-ը չէր արվում, այս հարցն էլ փորձ է արվել երևի շատ ավելի դանդաղ այլ կարևոր հարցերի շրջանակում կամ քննարկվել կամ չքննարկվել, չեմ կարող ասել, բայց հիմա ես գիտեմ, որ շատ ակտիվ, քանի որ արդեն խնդիրը շատ ուղիղ կախված է եւ ամեն օր ես ստանում եմ ահազանգեր բեռնափոխադրողներից, այստեղ գալուց առաջ էլ ինձ էլի զանգահարեցին, ասացին, որ հենց այս պահին 30 հոգու նորից ոստիկանությունը արտաքսման որոշումով թղթերը հանձնեց։ Այսինքն ամեն անգամ այդ թիվը գնալով աճում է։ 374 տվյալ ունեի, այսօր արդեն 100-ը գերազանցում են այդ տվյալները եւ օր-օրի աճելու է այդ թիվը։ Իսկ այդ դեպքերը մեկը մյուսին նման են, թե յուրահատուկ են, որոշ դեպքերում նաեւ միգուցե տարբերվում են իրարից։ Ներժման դեպքեր նկատի ունեմ։ Բոլորը անխտիր վերաբերվում են 90 օրը գերազանցելուն։ Ռուսաստանի Դաշնության տարածքում 90 օրը գերազանցելուն։ Տարբերվում են միայն օրերի քանակը, որքան ավելի երկար են իրենք մնացել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Սա է, այսինքն հիմնական տարբերություն սա է, մնացած բոլորի պարագայում կամ հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում եւ իրենք դրա մասին իմացել են, երբ որ սառեցվել են իրենց բանկային հաշիվները, կամ ստացել են ծանուցում, որ դուք հայտնվել եք ռեեստրում 90-օրյա ժամկետը գերազանցելու համար։ Կամ արդեն դրվել է այդ։ Եթե վարորդը հայտնվել է սև ցուցակում, ինչ կարող է անել այդ ցուցակից դուրս գալու համար, որտեղ կարող է բողոքարկել այդ որոշումը։ Միանգամից ասեմ, սա սև ցուցակ չի, մուտքի արգելք է։ Պայմանական ասենք։ Մուտքի արգելքի տակ հայտնվելու պարագայում
անկեղծ ասած իրենք փորձել են հիմա այս պահին դիմումները ես եմ հավաքում ներկայացնելու համար մեր ներքին գործերի նախարարություն արդեն մեկ դիմում ուղարկել եմ ցանկով հիմա հաջորդն եմ պատրաստում ես այլ գերատեսչություն չգիտեմ որտեղ կարող են իրենք դիմել Ռուսաստանում կարող են բողոքարկել թե ոչ Ռուսաստանում կարող են բողոքարկել բայց ես չգիտեմ արդյունքի կհասնեն թե ոչ որովհետև օրենքում հստակ նշված է որ այդ կետը վերաբերվում է իրենց եւ փետրվարի 5-ից ոստիկանությունը օրենքով ունի իրավունք առանց դատանի վճռի, առանց դատանի որոշման արտաքսելու, այո, այդ վիսիլկայի արտաքսման մասին ռեժիմը երբ որ ուժի մեջ մտավ, իրավունք ունի, այսինքն այստեղ կարող են բողոքարկել, դեպքեր ունենք իդեպ բողոքարկել են եւ որևէ բան չի փոխվել, որոշումը նույնությամբ մնացել է, այսինքն իրենց մուտքի արգելքը շարունակում է գործել։ Ես կարծում եմ, որ այստեղ առայժմ ԵԱՏՄ հանձնաժողովում է պետք բարձրացնել այս խնդիրը, առայժմ կարելի է գտնել միջանկյալ որոշում, որտեղ ի վերջո որպեսզի այս խնդիրը վերջնական եւ միանշանակ լուծում ստանա, ՌԴ օրենսդրության մեջ պետք է փոփոխություն լինի։ Այսինքն այն կետը, որը նախատեսված է 115-րդ ֆեդերալ օրենքի այդ կետը, պարզապես պետք է նշի, որ չի վերաբերվում այս կատեգորիայի անձանց։ Բայց մինչև այդ փոփոխությանը հասնելը ես կարծում եմ, որ ինչ որ միջանկյալ որոշում պետք է ընդունվի, ենթադրենք, որ բեռնափոխադրողներին հիմա հանեն այդ ռեեստրից կամ իրենց նկատմամբ կիրառված արտաքսման որոշումները չեղարկվեն եւ առաջիկայում նոր գնալ այդ փոփոխությունների Դուք վիճակագրություն ունեք այս խնդիրը միայն հայ վարորդներին է վերաբերում թե նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ այլն։ Այսինքն խնդիր ունեն նաև նրանք։ Խնդիր ունեն բոլորը, ովքեր ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնում են։ Այսինքն խնդիրը միայն Հայաստանից մեկնողների արժև չի կանգնած, օրինակ Ղազախստանից մեկնողներն նման խնդիր ունեին, ավելին ամեն դեպքում այն տվյալները, որ ինձ հասան, շատ ավելի մեծ թվով վարորդներ երկար ժամանակ գտնվել էին օտարերկրացիների պահման վայրում, սպեցպրիոմնիկում, որից հետո արտաքսում էր նրանց նկատմամբ արտաքսման որոշում էր կայացվել։ Այսինքն սա միայն մեր նկատմամբ չի կիրառվում, քանի որ օրենքը բոլոր օտարերկրացիներին է վերաբերվում, այդ օրենքը կիրառվում է նաև բոլոր օտարերկրացիների նկատմամբ, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որոնք սահման են հատում։ Եթե ամփոփելու լինենք հաղորդում այսօրվա մեր զրույցը, ինչ ուղերձ կարող եք հղել վարորդներին եւ նաեւ Հայաստանի իշխանություններին։ Վարորդներին ես ուղղակի կարող եմ ասել, որ առայժմ այս պահին որպես այդպիսին լուծում դեռ չկա, բայց ինքը ընթացքի մեջ է, process-ը ընթացքի մեջ է։ Եթե ունեն այդպիսի խնդիր, կարող են զանգահարել կամ դիմել Կարիտասի գրասենյակ կամ ուղիղ ինձ դիմել, վարորդները արդեն իրենց ներսում ունեն հեռախոսահամարը եւ կարող են միմյանց փոխանցել, իրենց տվյալները կարող են ուղարկել եւ նոր ցանկը, որը ես կազմում եմ, կարող եմ այնտեղ ներառել իրենց տվյալները։ Իսկ ինչ լուծում կարող է լինել, ես արդեն նշեցի, որ ես կարծում եմ, որ բացառապես ԵԱՏՄ-ի շրջանակում այս հարցը պետք է բարձրացվի եւ բոլոր երկրների մակարդակով։ Այո, բոլոր երկրների մակարդակով այս խնդիրը ԵԱՏՄ-ի շրջանակում 5 երկրներից 3-ը ունեն։ Բելարուսը չունի, որտեղ նրանք այլ կարգավիճակ ունեն, բայց եւ Ղազախստանը, եւ Ղրղստանը, եւ Հայաստանը ունեն այս խնդիրը եւ ես կարծում եմ, որ այնտեղ անշուշտ պետք է բարձրացվի այս հարցը եւ այդ խողովակով պետք է լուծում ստանա։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Ցտեսություն։